Սիրել շարունակելու, ապրել շարունակելու համար պետք է սրա հետ լիքը հարցեր բարձեն։ Այն որ ես սրա աղջկան միաժամանակ սիրում ու ատում եմ, քիչ առաջ դրանում համոզվեցի, բայց երկուսից մեկը պիտի լինի, կամ ատել, կամ սիրել։ Երկուսը իրար հետ անհամատեղելի է։ Դուք գիտեք, որ մենք նոր հյուր ունենք։ Տավջան, ինքը հյուր չի, ինքը մեր տան, մեր ընտանիքի անդամն է արդեն։ Այդ զավթիչի մասին եք խոսում։ Այդտեղ այն զավթիչ։ Լենայի սենյակի կռիվա տալի։ Վիճոկին կանչեք թող գաստեն։ Լիլիի սենյակում են։ Օրը ցերեկով սենյակում ինչ են անում։ Ֆրիկ, հոդու Վիտուսի մաման չես։ Քեզ ինչ են անում սենյակում։ Մարդ են էլի։ Չէ, կանչեք թող գաստեն, ես իր այդ խոսալու բանն եմ։ Ու վերջ։ Լավ, գնամ կանչեմ։ Չէ, այդ տղա ուր ես գնում։ Չի կարելի կանչալ։ Մնա։ Չասեմ Ֆրիկն է կանչում։ Դու կարող ես իրենց խանգարես։ Ինչի պիտի խանգարեմ։ Հմ բաբի։ Վերջապես ընտանիքը համալրվեց։ Մինչ այլոց ասեմ, որ շոքին համբուրվել է չի խրախուսում։ Ֆրիկ տրամադրությունը տեղը չի։ Չէ, տեղը չի։ Ես դու ու տանոն խոսալու բանն ենք։ Հետո կխոսակ։ Ու շեկար շուտ սովորեցիր, հա ոնց որ։ Ոչ մեկ, ոչ երկու։ Ինչ ասաց։ Ցավը տանում, դու բաբիին կարող ես օգնել։ Մենք Վիտուսի հետ մի փոքր խոսանք։ Բաբի օգնելու բան կա քեզ։ Ապեր եկեք մենք գնանք մի տեղ, հետո գանք կխոսանք։ Իսկ ինչի ուր եք գնում։ Մի տեղ կա, մտնենք, գանք, հետո կխոսանք։ Իսկ երբ վերադառնանք, մեծ խնջույք կկազմակերպենք իմ գալու առիթով։ Հա։ Հիմա ինչ, ասելու ես թե ինչի չեմ եկել դատարան։ Լավ եմ արել, չեմ էլ գալու։ Ուրիշ։ Կուզես արի, կուզես մի արի, այդ քո գործն է։ Ես քո մոմենտով հույսս չեմ էլ դնում օրենքի վրա։ Բայց դու ես սարքես կաշան, դու էլ արի կեր։ Ապայի գերեզման վատ էի։ Հա, մեռնում էի, մի խնդա, մեռնում էի։ Երեխես եկավ մոտս, աղջիկս խնդրեց, աղաչեց, պաղատեց, ներողություն խնդրեց, տուջը մի անգամից լավացա։ Բայց դու իշ մարդ ես կարպիչ հորս Սարև։ Աղջիկա թետել ես խաղում։ Աղջիկա զգացմունքների վրա միշտ գործերն ես առաջ տանում, հերիք չի։ Այդ աղջիկսա քեզ տենց ասել։ Չեմ հասկանում, կարիք կա ասելու, որ դու վեճնի խապված ես արա։ Հա? Կարիք կա ասելու։ Չնայած սիրահարված մարդը, հայ, անտեր մնասեր արա, ատենց օրիա կծել մարդկանց ընչի, հա։ Անենց եմ հասկանում քեզ։ Վարված ես, վարված։ Աղջիկդ որ տղուս վեկալ է եկել է Մերյան, անես մրմռում ես, հա, ուզում ես խոսքերով վիրավորած լնես, բայց ինչ ուզում ես ասա, այդ էտապն էլ անցանք, ինչ ուզում ես խոսա։ Այդ էտապը, որ անցար, ու մթան վարվածն էլ ես եմ, բան չի ես ինձ կանչել ստե, ուզում ես հաստատ իմանաս ինչի համար չեմ եկել դատի, թե ուզում ես ճշտես, հիվանդ եմ, թե չէ։ Քո ասածներն իմ համար դատարկություն է, կարպիչ, փուչիկ։ Այդ ընենց մեծ փրթում էիր, խոստումներ էիր տալի, աղջկա տաղու ձեռիցդ կտանեմ ոնց որ Յուրիին տարա։ Ես ջոգիր չի լնում։ Չի լնում ախպեր։ Յանտու։ Մոռացի որ աղջիկ ունես։
Մոռացի որ թոռ ունես։ Մեզնից հեռու գնա աղբեր։ Դու լսի է, 3-1, այսօր 2 որոշել ես ծնողին ու զավակին իրարից զրկել, այ Բալայան։ Կարպիչ, աղջիկդ, այսինքն իմ կնիկը, իր ընտրությունը արդեն կատարել է։ Ինքը ջոգել է, դրա համար էլ երեխուս վերցրե ու իր կամոք եկել է մեր տուն։ Ու դու հեռու մնա մեր ընտանիքից։ Հարցերդ մենակ իմ հետ պարզի, աղջկա դրան մի խառնի։ Հարիվ։ Արա ես կմեռնեմ պապայի գերեզման։ Արա քեզ թվում է աղջիկս ինչի համար է եկել քեզ մոտ։ Խի դու չգիտես այդ հարցի պատասխանը, որովհետև սիրում է Կարպիչ, սիրում է, ուզում ես հելի վերև, իջի, մեկա բան չես փոխելու։ Արա ես որ ուզենամ բան փոխեմ, ես վերև ներքև չեմ գնում գալիս, մի անգամից տուջը տեղում փոխում եմ։ Տեղում։ Ու հանկարծ մտքովդ չանցնի, որ աղջիկս եկել է ձեզ մոտ, որովհետև հավատացել է քեզ։ Հարիվ։ Դու քեզ ցարի բոգի տեղը չդնես, ու ես վաբշե չեմ ուզում ես մեր խոսակցությունը երկարի, որովհետև չեմ ուզում երեսը տենամ։ Մենակ մի բան եմ քեզ ասում, մոռացի որ աղջիկ ունես, որ թոռ ունես, հեռու մնա մեզնից։ Ուրեմն լսի, ես համ ցարի բոգ եմ, համ բոգի ցար եմ, համ երկուսն իրար հետ եմ, ու ինչ ուզում եմ, էն էլ անում եմ։ Դու լսի, ես որ ցանկանայի, ոչ թոռս, ոչ էլ աղջիկս ձեր տան մեջ չէին հայտնվի, պարզապես չուզեցի, ու հանկարծ մտքովդ չանցնի, թե աղջիկս քեզ հավատացել է, կրկնում եմ, նման բան չկա։ Խոսա թու սիրտը թողանա, ոչինչ։ Լավ, ասեմ իմացի, երեխեն վախեցել էր, որ կարողա խլեիք երեխուն ձեռից, եկավ ինձ խնդրեց, ասեց պապ, խնդրում եմ, օգնի, անենց արա, որ ես էլ ասեցի, դավա այդ քաշի աղջիկ ջան, ոչ մի օգնություն, ես Բալայան իմ տան մեջ չեմ պահի։ Բա ոնց ես Յուրի իմ պահում։ Յուրինով է հերը։ Որս չես կարա պահես, քրոջս տղեն։ Ես Յուրի անունով թոռ չունեմ, իմ թոռան անունը Մաքս է, ու ես իրան իմ սաղ կյանքը պահելու եմ, իսկ են մյուսը, որ քո շարունակությունն է, մի խոսքով, լսի է պլաններս չխախտելու համար չեմ ուզում շարունակեմ այդ սաղ պատմությունը, պրոստը էլի կրկնում եմ, աղջիկս վախեցա, որ կարող է երեխուն խլեք, հելա վազես ձեր տուն, այդքան բան։ Տո սուտը է, դու որ կարանայիր միջև իմ դուրս գալ երեխուս կպայիր ինչ այնց մրմրցանեիր, կարող ասես այտենց չի։ Արա դե, սկզբում այտենց նպատակներ ունեի, ճիշտ ես ասում, բայց հետո ասեցի չէ, արա Բալայանն ով է, ես խի պետք է այդ Բալայանին պահեմ, ավելորդ փողեր ունեմ Բալայան պահելու համար, աղջկաս ասեցի, որ տան դռները բաց է, եթե գնաս, ուրեմն գնում ես, նա էլ երեխուն վերցրեց ու վազելով եկավ ձեր տուն։ Տո քո ասելով չի եկե, իր սխալը ջոգել է, դրա համար է եկել է։ Ուշադիր նայի ինձ։ Ես հիվանդի տեսք ունեմ։ Չէ, տեսար, պարզապես աղջկաս պատճառ էր պետք վազելով գար մեր տուն, եկավ ինձ տեսավ ու գնաց։ Տո չի կարատես բանելնի, չի կարատես բանելնի, Կարպիչ։ Լսի այ Հարիվ, աղջիկս մինչև հիմա կարծում է, որ դու իսկապես ցանկացել ես ինձ սպանել, հասկանում ես։ Բախի է ինձ ամեն օր, գալի ասում ներեղություն, սպոն, ներեղություն, ես եմ մտածում եմ ներեմ, թե չներեմ։ Իմ աղջկա ընտրությունը դու չես, ու երբեք էլ դու չես եղել, հասկացի վերջապես, առաջին տեղում իմ աղջկա համար միշտ իրա ընտանիքն է եղել, մնում է մի հատ այս ենց անեմ, աղջկս վազելով կգատ։ Դե որ տենց այսին վրա մեղք չեմ վերցնի, սիրո հոր ու աղջկան բաժանեմ, ես իմ տղուն կվեկանեմ, աղջկա տեք ուղարկեմ տոնետ։ Լավ, վռազ երևում է, որ նենց անկեղծ զրույց չեք ունեցել աղջկաս հետ, ինքը քեզ չի ասել ամենակարևորը, որ իրա գնալուց հետո ես տան դռները փակել եմ իրա առաջ, թե չէ ինքը վաղուց վրիցը թռել էր ու եկել էր տուն։ Բրծար։ Իրականում ես ինձ համար մի մեծ գաղտնիք բացահայտեցի, պարզվում է աղջիկս
քեզ չի էլ սիրել։ Ոնց ես ասում, դավայ ստեից, դավայ թե չէ, Տոլոսի է, եթե դու այ բալայան դեբիլ քեզ մի փոքր գոնե հարգեիր, այսքան դու իմ աղջկան որպես կին նորից չէիր ընդունի։ բայց ով ասե, որ ընդունել եմ, Դու հիմա եկել էիր ինձ ասեիր, որ ես ընդհանրապես անհետանայի ձեր կյանքից։ Քանի որ այդպես է, ուրեմն ես էլ ասեմ, եթե աղջիկս քեզ իսկապես սիրեր, քեզ անմիջապես կհավատար։ Սերը վստահություն է, սերը հավատարմություն է ու նվիրվածություն է, զոհաբերություն է, ու երբ որ մարդ սիրում է, աչքերը փակ հավատում է։ Իսկ իմ աղջիկը քեզ երբեք չի հավատացել ու չի էլ հավատում, որ պահին ես իմ դռները բացեմ, ինքը վազելով կվերադառնա տուն։ դե ուրեմն գնա, դռներդ բաց բայ, աղջկան ղրգելու եմ, բայց անենց, որ տախու սերեսնը չտենա, դու իրան կպսակես, դարդ մի արա, թազա մարդի կտաս, են սանիկը թերթի մեջ է, չէ, կտաս իրան։ Որ մի քիչ ուշ դուրս գայիր, տանոյի ու աղջկաս հարաբերությունները արդեն զարգացնում էի։ Ավելի ճիշտ, իրան զարգանում էր, դուրս եկար ժամանակի շուտ խանգարեցիր։ Բայց մի ավելի լավ լուր ունեմ քեզ համար, ուրեմն տանոն դարձել է Թորիս, այսինքն Մաքսիս քավորը։ Դե ես գնացի։ Տո ափսոս եմ ես, որ ձեր պատճառով կեղտոտվեմ, արա։ Տղուցս զրկվեմ էլի գնամ անտեր տեղը։ Արա, ես ինչ էշ եմ, արա, ես ինչ էշ եմ, արա, որ նորից հավատացի, արա, քո դավաճան աղջկան։ Ջեպկին ինչ ասեց, սաղ էլ ճիշտ էր, սաղ կողեց աչքս։ Սու մերար, Ջեպկիրի աղջիկ, վերջնական մերար իմ համար։ Ոնց որ լակոտ ելնի, այդ տղեն ոչ մեծացավ, ոչ էլ հասունացավ, այդքան էլ բան թափեց գլխին։ Դրանք ջանք չեն խնայում իրենց երջանկությունն աղավաղելու համար։ Դեռ կյանքից են դժգոհում։ Յուրա չի վերցնում։ Դեռ նա որ վերցնի կխոսեմ էլի վայ։ Չեմ հասկանում, ինչի՞ է ձգտում այդ տղան։ Վերջնականապես հրաժարվել են բանից ինչ ունի։ Ինքն էլ չի իմանում ինչ է ուզում։ Սիրող կին ունի, երեխա ունի, ազատություն ունի։ Թող երջանիկ լինի։ Չէ, պետք է ինքն իր հետևից։ Չի կարողանում ներել, տեսակ։ Այ։ Թող չներեն ժամանակ, երբ որ կինը այդ սխալը չհասկանալու հետ չվերադառնար։ Մենք էլ ենք այն ժամանակ մեղադրում այդ խեղճ երեխին։ Մեկ այնպես եմ զայրանում այդ տղայի վրա։ Եվ դեռ Էմիլիին ենք մեղադրում։ Կարողացեք խոսել Սպարտակի հետ։ Չի աղջիկս, բայց դու հանգիստ եղիր։ Երեխայով զբաղվիր, մենք Սպարտակին անպայման կգտնենք։ Դու գտնելը որ նայ է։ Ինք իր ոտով տուն կգա։ Էմիլի ջան, զանգում ենք, չի պատասխանում։ Բան չկա, մենք էլ ենք զանգահարում, չի պատասխանում։ Դեռ գազած ծա ոչինչ, կհանգստանա տուն կվերադառնա։
Էմիլի ջան, դու մի ուզվիր, որ երեխային էլ կաղցած չթողնես։ Լավ, ես բարձրանամ երախմուտ, եթե խոսեք ասեք ինձ լավ։ Հա, բալես, գնա։ Բայց ուր կարա գնացած լնե հիմարը։ Քայլող փորձանք է դարձել գլխներիս։ Այդպես մի ասա, հա։ Էմիլին էլ է տանջվում։ Էմիլին եթե չսիրեր մեր տղային, այդպես կտանջվեր։ Այդ սերը բոլորն են տեսնում։ Բացի Սպարտակից։ Վերջին պահին էլ այդ կախարդին ասեցի սրտիս ու մտքիս եկածն ու սիրտս հովացած դուրս եկա տնից։ Լավ ուրախացած կլինի, որ քեզնից ազատվել է։ Դու դրա դեմքը տեսնեիր կհասկանայի ուրախանալը որն է։ Պիտի պատրաստեր այդ տնից դուրս գար, որ մենք տեղափոխվեինք, կամ էլ մեզ մի հատ տուն նվիրեր։ Էդ էլ մնում պակաս։ Այդ աչքից լավ էլ սիրում է քեզ, որ չէր ուզում բաժանվեր։ Հա, աչքերն էլ ուռել էին ինձ համար։ Ինչ ես այսքան վերցնում։ Ես շատ փող ունեմ, մի անհանգստացի։ Դրա մարգրի մոտ խնդիրներ չենք ունենա։ Ինձ հանկարծ չխառնես ուրիշների հետ։ Այդ փողերը տը քեզ պահի։ Կբավարարվենք այնքանով, ինչքան որ իմ հնարավորություններն են ներում։ Եթե ձեռ չի տալիս, կարաս գնաս։ Բայց ինչի այդքան կոպիտ Վիտուս։ Ամել ազիվ եմ եկել, ուր եմ գնում։ Կներես, չի ուզում քեզ նեղացնեի։ Փողը ինձ համար էլ առաջվա կարևորությունը չունի։ Դու ասա ես ինչ հանեմ, հանեմ։ Ոչ մի բան էլ մի հանի։ Հենց փողերս չհերիքի քեզ կասեմ թագուհիս։ Դու կավելացնես եղավ։ Կարպիչ, այս քո օֆիսը չի, որ ոնց ուզենաս քեզ պահես, ինչ ես եկել։ Նստի խոսելու բան կա։ Եկել ես բացատրություն պահանջելու։ Կինդ բաժանվելու ցանկությունը հայտնել, դրա համար էլ այսպես գժվել ես։ Կարպիչի կինը միշտ կարպիչի հետ է։ Իսկ բաժանվելը իմ օջախի համար չի։ Բայց այն, որ կնոջս մոտ ելույթներ ես ունեցել, այն մենակ դրա համար քեզ կարելի է խեղդել։ Խեղդի, եթե համարձակությունդ կբավարարի։ Իհարկե կխեղդեմ։ Անպայման կխեղդեմ։ Մենակ թե իմ ուզած պատասխանները ստանալուց հետո։ Ես քեզ պատասխան չունեմ տալու։ Եղկարա։ Զզվում եմ, որ հիշում եմ, այդ ինչ էր մտել գլուխս, որ այդ ժամանակ քեզ բարևեցի։ Գիտես, ես էլ եմ պարբերաբար ինձ նույն հարցը տալիս։ Լսի, այդ որ ապրծպր բերանդ շաղ ես տալի որտեղ պատայի, մտքովդ չի անցնում, որ հետո պատասխան ես տալու այդ ամեն ինչի համար։ Այդ ոնց ես ամեն տեղ ասում, որ իբր ինձնից երեխա ունես, Այդ ինչի ես այդպես խուճապի մատնվել, Կարպիչ։ Լսի, այդ որ Յուրիկին համոզել ես, թե իբր ինձնից երեխա ունես, պիտի պարտադիր ես էլ հավատամ դրան, հա։ Փաստորեն հավատացել ես։ Հավատացել ես, որ մեկ զանգում ես, մեկ էլ գալիս ես, որ ճշտես։ Ավելի լավ կլինի հենց հիմա խոստովանես, որ դա անում ես Յուրիկի խնդրանքով։ Դու այդքան միամիտ չէիր։ Յուրիկը որտեղ էր, որ դու ինձ հետ քնում էիր։ Որտեղ էր Յուրիկը, երբ ես իմացա, որ քեզնից ըղի եմ։ Հա, Կարպիչ։ Երեխեն, որին փնտրում եմ, նրա հայրը դու ես։ Հրցանք հեռախոսից։ Որ կյանքս չուտեք։ Չնայած բոլոր խոստումներիս ես էլի դեմ գնացի ինձ, որովհետև այսօր երբ իմացա օրը տուն ես գնացել։ Երբ բեկար ու երեխուս առած ուզում էիր գնայիր, հասկացա, որ չէ, դեռ սիրում եմ քեզ ու չեմ ուզում կորցնել։
Բայց պիտի համոզեի, որ էլի չեմ սխալվի։ Ուզում էի հորդ լիկվիդացնել իմ ու քո ընտանիքից։ Ուզում էի վստահ լինել, որ սրանից հետո աշխարհն էլ դուրս գա իմ դեմ, դու ինձնից երես չես տեքի, դու ինձ կհավատաս։ Բայց սաղ սուտ էր, հորս արև սուտ էր, իմ ցանկությունը շատ քիչ էր քո իրական զզվանք դեմքը փակելու համար։ Ինչի պիտի ես այսքան ժամանակ խաբված լինեի։ Դու ինձ չես սիրել, հորդ սաղ խոսքերը ճիշտ էին։ Հիմա սաղ տնով արա ոնց եք ղժում վրես, արա ոնց եք ղժում։ Արա ոնց կարար կարպիչի աղջիկը լավը լիներ, ոնց կարար նա սիրեր, սերը մենակ մարդկանց ա տրված, արա իսկ դուք մարդ չեք սաղ ցեղով։ Լսի այ հարիվ, աղջիկս մինչև հիմա կարծում է, որ դու իսկապես ցանկացել ես ինձ սպանել, հասկանում ես։ Դու գժվել ես, հետ քո խցերում լրիվ խելագարվել ես։ Լավ կլիներ, որ դու չվերադառնայիր։ Արա вообще ով ես դու։ Ես ինչի պետք է այսքան տարի էշի պես քեզ սիրեի, էշի պես հավատարիմ լինեի։ Ոնց կլներ աչքիս մենակ մի էր գալի։ Ու մասս կծիծաղա վրես արա, կղժա վրես արա։ Աուրդ աղջիկ կարարա պատրաստ ինձ համար ամեն ինչի։ Իսկ ես աղջկանից ուժեղ հավատարմություն էի ցուցաբերում, ու ինչի մար вообще, ում համար։ Քո եղկարա ոնց եմ ես քեզնից զզվում արա։ Քեզ առհավետ կյանքիցս կորցնելու իսկական ժամն է ասել։ Ով ասել, որ ես քեզնից արժանին չեմ կարա գտնեմ։ Ով ասել, որ ես քեզնից չեմ կարա ազատվեմ։ Ուշը պետք է փորձեմ։ Պետք է ուրիշներին թողեմ իմ կյանք, որ հասկանամ։ Էմի անունով պատնեշը քանդվեց, всё։ Արասկի աղջիկն ինպես հավատարիմ չէր։ Всё սրանից հետո всё։ Իմ սիրտը ուրիշներինն է։ Սաղին է, բայց ոչ քոնը։ Որ մի քիչ ուշ դուրս գայիր, տանոյի ու աղջկաս հարաբերությունները արդեն զարգացնում էի։ Ավելի ճիշտ, իրան զարգանում էր, դուրս եկար ժամանակից շուտ խանգարեցիր։ Դրա հետ ես էլ կհանդիպեմ։ Պապայիդ արդեն դու էլ տուն չես բերում։ Իսկ դրա մեղավորը միայն ես եմ։ Հավաքած համարը գոյություն չունի։ Նոմեր, который вы набираете, не существует։ Նախ չէիր պատասխանում, այժմ համարը գոյություն չունի։ Արդեն ժամանակն է գիտակցեմ, որ ամեն ինչ վերջացած է։ Ես էլ չկամ Սպարտակի կյանքում, բայց ինքը այդքան համարձակություն չունի երեսից նայելու ասելու վերջ, կամ էլ դեռ ջանում է տանջել ինձ, չիմանալով, որ մեռած մարդիկ ցավ չեն զգում։ Շատ երկար ճանապարհ անցանք իրար հետ լինելու համար, բայց մեկ ես կանգ առա, մեկ դու, եւ չկարողացանք հավասար ձեռք ձեռքի տված քայլել ու կորցրեցինք իրար ճանապարհին։ Կորցնելուց հետո ես գնահատում այն ինչ ունես։ Ինչ ես լռում, Կարպիչ։ Ասա, ինչ ես մտածում։ Իմ ամբողջ կյանքում ես եմ խաղացել։ Հիմա դու ես եկել ու փորձում ես ինձ հետ խաղալ։ Դու չես էլ հասկանում, թե ում հետ ու ինչ խաղ ես սկսել։ Բնականաբար քո կյանքում ամեն ինչ խաղա, չէ՞։ Ու մարդն էլ այդ խաղում ամենամեծ խաղալիքն է։ Ուրեմն սենց, դու Յուրիկի հետ պայմանավորվել ես, որ գլխիս սարքես, այդքան բան։ Да не мой это ребенок։ Ես չեմ այդ երեխուները։ Կարպիչ,
Ասում եմ դու ես չես հավատում։ Ասում եմ դու չես հավատում։ Եթե չես հավատալու, էլ ինչ ես հարցնում։ Սանիկներից մոտ ես այդ աղմախությունը ասել։ Չէ։ Լիլին իմ ու Ֆիլիպի խոսակցությունն ա լսել ու եզրակացություն արել։ Դրա մասին էլ գնացել ա սանիկներից այդ մեկին, մասնավորապես այդ Վիտուսին ասել, որի հետ դու հանդիպեցիր։ Ինքն էլ հենց այդ գործով եկել էր ինձ մոտ։ Դա պաստորան Ֆիլիպն էլ է տեղյակ, հա, ես դրա Կարպիչ, մի բան հարցնեմ, հա։ Ձերքդ ինչ ընկավ, որ իմացար դու ես երեխուսերը։ Խելքի տիրություններ, աղջի, դու չէիր կարող ինձնից երեխա ունենալ։ Բայց ունեցել եմ, չէ։ Ունեցել եմ Կարպիչ, ու ես չեմ ուզում, որ դու դա ընդունես։ Դու հարցրեցիր, ես էլ պատասխանեցի։ Պատասխանդ ստացար, հիմա ինչի ես նստել, գնա։ Լսի, եթե ես չեմ հավատում այդ փաստին, եթե այդ ամեն ինչը դեռ ապացուցել է պետք, եթե չեմ հասկանում դու ինչ ես ժամանակից շուտ Յուրիկին ասել այդ մասին։ Հա, փաստորեն քեզ այստեղ Յուրի Բալայանն ա բերել, ոչ թե ճշմարտությունն իմանալու ցանկությունը։ Հասկացի, իմ թշնամու ձեռքը զենք ես տալիս, պարզ չի։ Դե դու էլ հասկացիր, որ ինձ իմ երեխան ա հետաքրքրում, ոչ թե քո Յուրիկի թշնամանքը։ Հոգնեցի արդեն, այդ դեռ ապացուցել ա պետք, այդ երեխու հերը ես եմ, թե չէ։ Երեխու հերը դու ես։ Հա, Կարպիչ, դու ես։ Մի հատ հարց տուրել ինքդ քեզ։ Ինչի եմ 25 տարի լռել ու ոչինչ չեմ ասել։ Ես ոչ չեմ ուզում, որ դու նրան հայրություն անես։ Այդքան խելք ունես, էլի մտածիր։ Լավ, այդ բանը սանիկներիս շուրջ ինչի ես պտտվում։ Չշփոթվես։ Ես սանիկներից շուրջ չեմ պտտվում։ Նրանք են ինձ իրանց շուրջ կապում, որովհետև իմ ունեցած մոտավոր տվյալներով նրանցից մեկը համապատասխանում է։ Եթե լռեի, ինչ կփոխեի։ Թերևս ոչինչ։ Իսկ Յուրի Բալայանը լավ չի անում։ Հեչ լավ չի անում։ Ասած Կարպիչը ինձնից զենք ա փորձում գողացած լինել։ Յուրի, քեզ մի կոտորի։ Հա, երջան, ոնց որ լագոտ լինի։ Ասա կանիկ ունես, երեխա ունես։ Մեկ ինձ էլ բարկացնում այդ տղան։ Գործում առանց կշռադատելու իր քայլերը։ Այդ լագոտություն չի արածը։ Ասա, երախոս չես վերցնում, դու ջահանդամը վերցնես, տուն չես գալի, ու տղամարդ չես զանգի ասած չեմ գալի տուն։ Իսկ ինչի պիտի տուն չգա։ Դա երջան, ես ինչ իմանամ է։ Ումից ա փախչում, ինչա փախչում, ում հետ ա կռիվ տալի, ումից ա նեղացած։ Բայց ում հետ ա կռիվ տալիս։ Դա իր կնոջում է, չի կարում կողնորոշվի։ Ասա կամ հա, կամ չէ, կամ այս կողմ, կամ այն կողմ, կամ ներում ես, ու միասին շարունակում եք ապրել, կամ էլ չես ներում, բաժանում եք, всё վերջ։ Սպարտակը սիրում ա իր կնոջը։ Համ սիրում ա, համ էլ չի ուզում բաժանվել նրանից։
Ոչ էլ ուզում են ներել նրան։ Դու իր կարճ խելքով ինքը իր կնոջն է պատժում։ Կարաս ասես ինչա տնից գնացել։ Ու ինչ հարցալուծում դրանով ինչա ուզում ասի։ Թող գա դու ես կխոսեմ հետը, կհասկացնեմ, որ ժամանակն է, որ խելքը գլուխը հավաքի։ Էմիլի, Սպարտակի հետ եք խոսել։ Էմիլի ջան, երեխեն քննելա, դու էլ պարկեիր քնեիր։ Ման ոնց պարկեմ։ Ոնց պարկեմ, եթե Սպարտակը իմ պատճառով տուն չի գալիս, չի ուզում երեսս տեսնի։ Նման բան չի կարող լինել։ Էդ ինչ ես ասում։ Եթե սպան թողներ ես երախոն վերցնեի, ես կգնայի։ Մեկ էլ չլսեմ, Էմիլի։ Իսկ ինչ ես ուզում որ անեմ, մամ։ Ինչ ես ուզում որ անեմ, եթե Սպարտակը ինձ չտեսնելու ցանկությունից ելնելով գիշերումա փողոցներում։ Պիտի հասնենք նրան, որ իրեն վնաս տա։ Ավելի լավ է ես ինձ վնասամ իր կյանքից հեռանալով։ Աղջիկ ջան, ես քեզ շատ եմ խնդրում։ Ազատվիր այդ մտքերից։ Ճիշտ է, Սպարտակը իրեն սխալ է պահում, բայց իրականում նա երազում է, որ դու ու երեխան նրա կողքը լինեք։ Մամիս կես հիմա ոնց համոզվեմ, որ ինքը լավ է։ Հեռախոսն էլ չի վերցնում դիտավորյալ, որ ինձ ցավեցնի։ Առաջին դեպքը չի, ոչինչ, միջև առավոտ կգա։ Մամ, ես տեսնում եմ, որ դու էլ ես անհանգիստ, բայց ամեն ինչ անում ես, որ ինձ հանգստացնես։ Դու պատկեր հանգստացիր, Էմիլի ջան։ Չէ, մամ, ես աչք չեմ փակի, միջև Սպարտակը տուն չգա։ Ես չեմ կարող բացատրել ինչ է ինձ հետ կատարվում, բայց ես հասկանում եմ, որ ես լավ չեմ։ Պիտի կյանքն ինձ հետ այս չար կատակը խաղար, որ Յուրիկն էլ ծիծաղեր վրես։ Դրա համար էր դա այդքան ինքնավստահ։ Մտածում եմ նույն հարվածն էլ ինքը ինձ կհասցնի։ Ես միամիտ չեմ, որ ով ինչ ասի ես էլ հավատամ ու հալած յուղի տեղ ընդունեմ, որ պլինտուսը կան ֆրիկն իմը լինեն, չէ, ես կարգի չի կարա կյանքը վրաս ուրախանա։ Մաքսո, արևս, պարկի էլի, դե պարկի ցավը տա, պարկի չեղավ է, պարկի կյանքս, քոքունն էլ չի տանում, Մաքսը, չի տանում, հավոնց տանի է, բապին, հա, դու էլ իմ նման պապեի մասն ես մտածում, չես կարող քնես բալես, հալա տուր է հեռախոսը, հալա տուր է ցավը տանը, դուր մի ածանք եմ ասի, Մաքսով, այ ներվայնանում եմ դու է, ցավը տան, արհամարում է հատատին, արհամարում է էլի, լսի ազիզ, քո կարծիքով պապին ուր գնաց, ինձ դավաճանելու, այդ լսի հելը, չէ, այդ ցավը տանեմ, ոնց տատին լավնա չէ, տատին, սենց որ նայում եմ ասում եմ,
Ո՞ս կարելի է sense տատին դավաճանել, հա։ Լավն եմ, չէ, ասես։ Ես որ ինձ հայլում եմ նայում եմ, ասում եմ, օրորի ծաղկում եմ, էլի։ Հա, բայց ուր գնաց է պապին։ Ուր գնաց է պապին, ուր գնաց է։ Հələ սպասի մի հատ զանգեմ ցավ տա, սպասի հələ, աքսո սպասի։ Կարող է նորից վատացել, հա։ Ինչա, մորթեցիր, կերար դու ինձ, ինչ ես ուզում։ Ջանա, ինչի ես գոռում։ Անհանգստանում եմ քո համար, ուր ես։ Դե ժողքում։ Էդ որտեղ է այդ տղա։ Հա, բայց մի անգամ ասել էիր։ Ասացիր որտեղ։ Դե ժողքում ասում եմ, որտեղ հեռախոսով չեն խոսում, էլ ինչ չզանգես ու չանհանգստացնես, այսօր տուն չեմ գալու, ինչ չսպասես։ Գժվեցի ես ձեր ձեռքը, էլի տա։ Պապիդ լրիվ գժվել է։ Հա, Էնչի գժերը հո ծնվելուց գիշ չեն ելնում, դառնում են։ Պապուտ մոտ էլ տենց սկսվեց։ Մարդը կլողն է, գալիս է այս աշխարհ, որ զվարճացնի։ Են ամենաուժեղ մարդն էլ կարող է զվարճացնողի դերում լինել ու չիմանալ այդ մասին, ոնց որ ես։